Հայր մեր, որերգինոս ես Սուրբ Եղեցի անուն քո, եկեցի արկայություն քո, եղեցին գամք քո, որպես երգինս եւ երգրի, ըսած մեր անաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ, թողումք մերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, զիքոյ արկայություն եւ զորություն եւ փառք, հավիտյանս, հավիտենից, ամեն։ Մեծով ու փոքրով, մեծավորով ու փոքրավորով, հասույով ու տհասով, շնորհակալության, երախտագիտության խոր զգացումով այսօր ազգովին ծննդրադիր երկրպագության ենք կենում հիշատակի առջև մեր այն մեծի, ում վիթխարի ու շողշողուն արևը բարձրացել է 100 տարի առաջ։ Վեհորեն բարձրին մեր համազգային ու մարդկության, այս հայ ընտանիքի ձգտումն էր ինքը և առնչումը այդ վեհին ու վերին, լուսամիտ, երանաշնոր, զգայասիրտ ու տիրական։ Նման անհատների հայտնությունը պատկառանքի սարսուռ է անցնում մարդկանց ու ժողովուրդների միջով, նորում ու հորդացնում է հասարակության երթը արհին ու հավիտենական տաճար։ Եվ միշտ ու ամեն անգամ նոր ու նորոգ շուքախորհուրդ է տալիս տաճարն իրեն։ Անցյալի ու ապագայի, անձնականի ու ընդհանրականի, ազգայինի և համամարտկայինի, ժամանակավորի և հավերժականի մեկ և ընդհանուր սահմանին կանգնած, նա ժամանակավորից պատմականություն է պահանջում և հավերժականից ներկայություն, համամարտկայինից ստույգ հայեցիություն է պահանջում և հայեցիից համամարտկայնություն, ինչպես որ էր և է առաքելականությամբ և առաքելությամբ։ Ինչպես գիտեք, ես Ռումինիայում ծնված Բուխարեստ քաղաքում 1908 թվականին այնտեղ մեծացած իմ ողջ ուսմունքը մինչև համալսարան եղած է ռումինական։ Ես սիրում էի երիտասարդ վարդապետեի, սիրում էի առանցին մանկալ, շուկաներ մտնել, փողոցում խոսել հայ բարձ մարդկանց հետ, եւ ահա այսպիսով ես կարող եմ ասել իսկապես վերածնվեցի, կարող եմ ասել զաստված փնտրելու ճանապարհի վրա ես կդա Սուրբ Էջմիածինը եւ այդ օրվանից իմ անձը, իմ կյանքը, իմ ողջ հոգեկան աշխարհը նույնացավ Սուրբ Էջմիածնի եւ հայրենիքի քաղաքարների հետ։ Եվ այդ հոգեկան վիճակով է, որ ես կարծում եմ կարողացա իրագործել իմ կաթողիկոսական քաղաքալության շրջանին այն ինչ որ ծանոթեցես։ Ես երախտաբարդ եմ ճակատագրին, որ ես սխալ ուղղությամբ չարաշնորհվեցի եւ մնացի հարազատ զավակը իմ սիրեցյալ մայր ժողովրդին։
Նա երկար ու գեղեցիկ կյանք ապրեց։ Ահա այս ասելու համար նախ հարկավոր է ասել, որ կարճ ու գեղեցիկ կյանք ապրելը հեշտ է։ Արված փոքրիկ գեղեցկությանը բարի մարդիկ իրավացիորեն հավելում են նաև այն մեծ գեղեցկությունը, որ արվելու էր, սակայն չարվեց։ Այնինչ կյանքը լի է այլ օրինակներով։ Նա ապրեց երկար ու գեղեցիկ կյանք և մարեց մեզ համար անընկալելի։ Նրա լուսավոր գործի անմահության հետ մենք արդեն փայփայում էինք նաև անձի հարատևության զգացումը։ Ավերված անին կար, Գոշի խաչքարը և Զվարթնոցի մնացորդները կային և նրանց մեջ կար հին մեծ խարույկի տաք մոխիրը, հին մեծ ինքը, որ մեզ խոստանում էր նրանց պես լինել հավիտենական և որի շուրջ մենք ջերմանում էինք։ Ասելու համար, թե փառքը նրա ուսերին բեռ չդարձավ, նախ պետք է ասել, որ փառքը հեծնելու տեղ չի գտնում այն ուսերին, որոնք արդեն բեռնաբարծ են գործի ծանրությամբ։ Ասելու համար, թե խոսքը ներշնչող էր, իսկ կերպը ակնածալից, պետք է ասել, որ բովանդակ իմաստնությունը պարապ թափառող չէ, իսկ վարքն ինքնին կերպ է։ Իսկ ինչ ասենք։ Ասենք Երանի։ Երանի։ Եվ Երանի նրան, ով նրա օրինակով, ինչպես որ ինքը մեր մեծ նախնիների օրինակով, ազգի միության խորհուրդն ու խորհրդանիշն է լինելու, և այր մարդու իր տիրական ներկայությամբ մենք իշխանաբար հպարտ, այրորեն սուսպ, զինվորաբար կորովի ենք մնալու, ինչպես որ էինք վեհափառի կենդանությամբ, ինչպես որ վեհափառի վարքն ու կերպարն էին արտադրում մեզ։ Երանի վաղվա այն մանկան, ում միջից դարձյալ նայելու են այս աչքերը։ Ձեզ մաղթում եմ ուժ և երանդ, գորով, քաջություն, նաև երբեմն համբերություն, զգացմունքների ազնվություն, հարաճ ընթացեք լավադեսությամբ, հարաճ ընթացեք ինքնավստահությամբ, հարաճ ընթացեք շրջահայեցությամբ և հարաճ ընթացեք իրավաշտ հեռադեսությամբ։ Ուղտ կատարեք, մենք զավակներդ օգոստապար պիտի գերտենք նոր արշալույս։ Ամեն։ Մահը թարնում է նախերկանքը հավիտենական կյանքի։ Հիսուսի հարության ավետիսով մենք բոլորս ոգեշնչվում ենք խաչապայտի վրա նրա զոհաբերության խորհուրդով և նրա հաղթությամբ, ընդդեմ մահու, ինչ լավ է, որ մենք հայերս քրիստոնյա ենք,